Մեզ մոտ ոչինչ չի փոխվել, ավելին կյանքը ցույց տվեց, որ մենք ենք ճիշտ, որ այդ բազան սպառնալիքի աղբյուր է եւ այդ բազան պետք է օր առաջ փակվի եւ ռուսները պետք է օր առաջ գնան եւ դրա մասին մենք բազմիցս խոսել ենք ուղղակի ձեր այս հարցը պայմանավորված է առիթով, հա, որը դուք նշեցիք, մեզ մոտ ոչինչ չի փոխվել, այո, մենք նաեւ բողոքի ցույցի ենք մասնակցել, մենք համարում ենք, որ դա ուղղակի մի քաղցկեղ է Հայաստանի մարմնի վրա եւ այն պետք է բուժվի, վերացվի եւ դրա մասին մեր դիրքորոշումը ուղղակի հստակ է եւ միայն ռուսական բազան չէ, այլ ընդհանրապես ռուսական ուժային ներկայությունը Հայաստանում։ Նաեւ Էրեբունիի բազան, որը հենց իմ տան կողքն է, նաեւ սահմանապահ ուժերը ռուսական, այնպես որ այստեղ մեր եւ մեր կուսակցության դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա եւ առիթից օգտվելով ես ուզում եմ նաեւ դիմել ձեր հարգարժան լսարանին, որ եթե կողմեք մեր մոտեցմանը, այո, միացեք մեզ, մեր այս պահանջին, ռուսական բազան եւ ռուսական ուժային ներկայությունը Հայաստանում օր առաջ լիկվիդացնելու, ուրեմն այս դիրքորոշմանը միացեք։ Պարոն Մեհրաբյան, ասել, որ այդ սպառնալիքները այդքան տեսանելի չեն կամ էական չեն, դրա համար է իշխանությունը այսքան հանգիստ այս մասով։ Ոստամենայնի իշխանությունն ուղղակի այս հայտարարությունը պետք է դիտարկել ավելի շատ որպես դիվանագիտական փաթեթավորման մի մաս, ի վերջո վարչապետը քաղաքական վերլուծություն չի ներկայացնում, այլ քաղաքական հայտարարություն։ Սրանով է պայմանավորված, դե սա էլ պետք է դիտարկվի որպես այսպես երկակի նշանակությամբ, ես գոնե հակված եմ դրան, որովհետև ռուսական ներկայությունը Հայաստանում լիովին հակասում է այն ողջ պայմանավորվածություններին եւ մեր պետության քաղաքական կուրսին, որով մեր պետությունն ընթանում է։ Այնպես որ այստեղ այլ կարծիք լինել ուղղակի չի կարող։ Իշխանությունները մտահոգություններ չունեն բազայի հետ կապված, նաև հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների լուծումը պատկերացնում են բարեկամական, տրամաբանության եւ մթնոլորտի ներքո։ Հիմա հարց է առաջանում այդ դեպքում Արարատ Միրզոյանի նամակ ուղված Բրյուսելին, որով խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել, որը պետք է հակազդի ընտրությունների շեմին տարբեր ուղղություններով եկող հիբրիդային հարձակումներին։ Հարց է առաջանում, որ կողմերից են իրենք սպասում հիբրիդային հարձակումներ, եթե մենք իշխանության ներկայացուցիչների կողմից կարելի ասել թուրքական կամ ադրբեջանական հարձակումների մասին ակնարկներ ակնհայտորեն չեն լսել։ Նույնիսկ եթե թուրքական եւ ադրբեջանական հարթակներից է եղել հիբրիդային հարձակում Հայաստանի վրա, այդ հարձակումը այնուամենայնիվ եղել է ռուսական։ Ես սա ուզում եմ հիշեցնել ձեզ։ Երկրորդը հիբրիդային պատերազմ վարում են թշնամիները եւ ձեր ցանկությունը բարեկամաբար հարցեր լուծելու կարող է մնալ շատ դրամատիկ եւ միակողմանի ցանկություն, որը այդպես էլ մնա չբավարարված։ Մեկը եւ երկրորդը ես ասել եմ այդ մասին, ուզում եմ կրկնել, դուք փորձել եք ձեր ննջարան վերել մի կոկորդիլոսի եւ նրան համոզել, որ դուք իր բարեկամն եք, այլ ոչ թե իր օրվա ճաշը։ Մի հատ փորձեք ու տեսեք ինչ կստացվի ձեր մոտ։ Ես կարծում եմ կրակի հետ խաղալ չի կարելի, կրակը պետք է հանգցնել եւ պետք է հանգցնել ոչ թե բենզինով, այլ հատուկ հեղուկներով, միայն ջուրն էլ բավարար չէ։ Հետևաբար մենք երևի թե ավելի շատ պետք է հետևենք նրան, թե ինչ է արվում, քան ինչ է ասվում։ Ասվել կարող է ինչ ասեք, բայց քայլերն ավելի կարևոր են, բայց այդ քայլերը անբավարար են ինձ թվում։ Մեր գնահատականն այն է, որ պետությունը
համակարգված քայլեր չի ձեռնարկում հիբրիդային հարձակումները ինստիտուցիոնալ մակարդակով հետ մաղելու համար եւ դա մնում է մեր գլխին կախված դամոկլյան սուր եւ ռուսներն էլ շատ լավ գիտեն, նրանք չեն դադարեցնում այդ հիբրիդային հարձակումները եւ չեն էլ դադարեցնելու, ավելին դա իր պիկին է հասնելու, ասենք մայիսին եւ հունիսի առաջին մեկ շաբաթ ընտրություններին նախորդող այս ամենին դիմագրավելու համար եթե այդ տեղեկությունը ճիշտ է, ես կարծում եմ դա ճիշտ քայլ է, որ Եվրամիությունը օժանդակի Հայաստանին մեծացնել իր կարողությունները այդ հիբրիդային հարձակումները հետ մղելու եւ սա խնդիր է, որը պետք է լուծի պետություն հասարակություն գործընկերությունը սա միայն պետությունով չի լինի, այստեղ մասնակցություն պետք է ունենա նաև հասարակությունը եւ նաև քաղաքական դասը, իհարկե խոսքը նրանց մասին չէ, ովքեր եկել եւ ապականել են քաղաքական դաշտը եւ ուղղակի կատարում են թշնամի պետության քաղաքական պատվեր։ Ըստ որ ծանր պայքար է սպասվում եւ այդ պայքարում պետք է հաղթի Հայաստանի Հանրապետությունը։ Եթե ձեր ասացի պես լիներ, պարոն Մեհրաբյան, դա չի նշանակում, որ հիմա այդ քաղաքական ուժերը պետք է լիկվիդացված լինեին։ Իհարկե։ Այսինքն նրանց այդ գրանցման խնդիրն է հիմա բարձրաձայնվում, ակտիվորեն քննարկվում, որ դա խնդրահարույց է, բայց այսօր իշխանության ներկայացուցիչից ես հետաքրքրվեցի, նա ասում է, ոչ, այդ գնահատականը ընտրություններում կտա ժողովուրդը իր քվեով։ Բա դուք ինչի համար եք։ Դուք ինչի համար եք։ Որ կազմակերպեն արդար ընտրություններ։ Ներողություն, բայց օրենքի գերակայության մասին չեն լսել իրենք։ Եթե այդ օրենքը չի բավարարում, բա մեծամասնություն եք բերեք պատշաճ վիճակի օրենքը եւ այդ իրավակիրառական պրակտիկան էլ դարձրեք այդ օրենքին համարժեք։ Դա ձեր գործն է, դա ժողովուրդը չի անի, բա կանիքները վերցրել եք, նստել եք, որ դնեք ժողովրդի վազին, կոպիտ ասած։ Չի լինելու տենց։ Չի կարող լինել այդպես, հասկանում եք, որովհետև դա արդար ընտրությունը ոչ թե քվեարկության օրը արդար լինելու մասին է, այլ ամբողջ ընտրարշավը, երբ որ դուք վազորդներին հավաքում եք եւ ասենք մրցույթ եք կազմակերպում, հա, դոպինգ կոնտրոլանում են, չէ՞, ճիշտ է։ Հա, իսկ անվերահսկելի փողեր, դրսի ֆինանսավորում, այդ ամենը հենց այդ դոպինգն է, որը այդ մրցույթը դարձնում է անարդար, հասկանում եք։ Սա դառնում է ոչ թե ընտրապայքարի մասնակցություն, այլ խուլիգանություն։ Եվ հասարակությունից ինչ եք ուզում։ Այսինքն ես պետք է ամեն կոպեկի համար հաշվետվություն տամ, որպես կուսակցություն, իրենք շարժման տակ ինչ ուզեն, ինչքան ուզեն ծախսեն, ոչ մի հաշվետվություն, որովհետև կուսակցություն չեն ու այդ փողերի համար հաշվետվություն ուզող չկա։ Ինչ են գիտահետազոտական բաներ պատմում։ Այս պայմաններով ընտրություններին մասնակցելու ձեր հնարավորությունը։ Մենք մեր հնարավորությունները շատ լավ ենք գնահատում եւ մենք համարում ենք, որ մեր առաքելությունն է անդիմության փոփոխությունը Հայաստանում եւ ստիպելը, որ իշխանությունն աշխատի, այլ ոչ թե ասենց հովի թևին ընկած ու անհոգության մեջ իմանա թե ծովը ծնկներից է ու ցանկացած առարկայական խոսակցություն պարլամենտում բացառվի, հա, մենակ գողկատու եւ քաչալշուն։ Հերիքա։
Պարոն Մեհրաբյան, ԱՄՆ փոխնախագահի այցից հետո մենք լսեցինք Հայաստանի վարչապետից, որ մոդուլային այդ ատոմակայանների հարցը առաջարկներ ավելի կոնկրետ ունեն Ֆրանսիայից կառուցելու առումով, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, բայց այցից հետո այնպիսի քարոզչական շղարշ էր ստեղծվել, որ մենք վերջ ընտրությունը կատարել ենք եւ ԱՄՆ-ի հետ ենք կառուցելու այդ մոդուլային ատոմակայանները։ Ինչ է կարծում այս ժամանակ ձգելու քաղաքականությունը լինելու է մինչև ընտրություններ։ Սա պայմանավորված է Ռուսաստանի գործոնով։ Ենթադրություն ունեմ կամ տպավորություն, որ սա եւս մեկ հարց է, որով իշխանությունը չի ուզում իր տրամաբանության մեջ չի ուզում Ռուսաստանին լարի մեր դեմ։ Ես հասկանում եմ, բայց չեմ կիսում այդ տրամաբանությունը, որովհետև Ռուսաստանի բնույթը այսպիսի քայլերով չի փոխվելու միայն։ Չնայած կա տրամաբանություն նրանում, որ ժամանակ շահեն, բայց ես չեմ կարծում, որ դա որևէ բան է փոխելու ռուսների մոտ։ Ռոսատոմը հերթական կազմակերպված քրեական խմբավորումն է, որը ուղղակի քողարկված է կորպորացիայի անվան տակ, եւ դա մի կազմակերպություն է, որը գործիքավորված է ռուսական պետության կողմից, զավթված պետության կողմից, բանդայի կողմից զավթված պետության կողմից եւ ընդհանրապես կատարում է մի բան։ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ժամանակավորապես կորցրած տարածք։ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է իր այն ցարական Ռուսաստանից եկած կրեդոյի շրջանակներում Ռուսաստանին պետք է Հայաստանը առանց հայերի։ Հայերը պետք է գան եւ էշի պես բանեն իրենց համար, իրենց մոտ, գնան կռվեն, գնան զոհվեն։ Վերածվեն բաների, Սիմոնյան մարգոների եւ եզրասների մտովի, հա, մուտացիայի ենթարկվեն եւ պետություն չունենան։ Սա է Ռուսաստանի ուզածը։ Եվ Ռուսաստանը իր բոլոր գործիքները RЖD-ն, Ռոսատոմը, Գազպրոմը, Տաշիր գրուպը օգտագործում է այդ նպատակի համար։